Մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգիր ստացվել, որ իր բնակարանում հայտնաբերվել է 1927 թվականին ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ծատուրյանին ծեծելով եւ խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված 1983 թվականին ծնված Կարեն Նավասարդյանը։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով սպանությունից ժամեր անց Կարեն Նավասարդյանը հայտնաբերվեց Երևանում եւ բերման ենթարկվեց ոստիկանություն։ Առաջի հարվածը բոլոսկով բերտուտենց։ Տանակով ես խփել։ Հաստի արդիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Դեպքին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։ Ուշադրություն, Միացյալ Նահանգներ արտագնա աշխատանքի մեկնելուն աջակցելու պատրվակով Լաուրա Հարությունյանը մի քանի քաղաքացուց պահանջել եւ ստացել է գումարներ ու յուրացրել։ Խաբված քաղաքացիները հանրապետության տարբեր մարզերի եւ մայրաքաղաքի բնակիչներ են։ Խարդախության մեղադրանքով հարուցված քրեական գործը գտնվում է մայրաքաղաքի ոստիկանության Քանաքեր Զեյթունի քննչական բաժնի վարույթում։ Իրավապանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Լաուրա Հարությունյանի գործողություններից տուժել են այլ քաղաքացիներ եւս։ Նրանք կարող են դիմել ոստիկանության Քանաքեր Զեյթունի կամ մոտակա բաժին։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, այսի 30-ից 31-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված գողության 11 դեպքից բացահայտվել է 7-ը, մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից 10-ը, իսկ խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 7 եւ խարդախության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման քննական բաժինը տեղեկացնում է, որ վարորդական վկայականները փոխանակելու հարցում ավելորդ շտապողականությունն անտեղի է։ Վարորդները դեռ 1 ամի ժամանակ ունեն վարորդական իրավունքի վկայականը թարմացնելու համար։ Վարորդական վկայականների փոխանակման գործընթացը տևելու է մինչև սույն թվականի հունիսի 30-ը։ Վարչական թուգանքների կենթարկվեն միայն այն վարորդները, որոնք հուլիսի 1-ից կերթվեկեն հին վարորդական իրավունքներով։ Մոսկվա քաղաքում ձերբակալվել եւ մայիսի 25-ի ժամը 20:00-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել քրեական օրենսգրքի 132 հոդվածի 4-րդ մասի եւ 132 պրիմ 1 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Երևանի բնակիչ 38-ամյա Արմենուհի Պողոսյանը։ Պողոսյանը հանցավոր գործունեությունը ծավալել էր 2 քույրերի հետ։ Նրանք 2007 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին սեռական շահագործման նպատակով խաբեությամբ հավաքագրել եւ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնությամբ ու դրա սպառնալիքով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք են տեղափոխել 2 եւ ավելի անձանց։ Պողոսյանի նկատմամբ 2008 թվականի մայիսից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հայտարարվել էր հետախուզում եւ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Քննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը։ Հետախուզում 2012 միջոցառման շրջանակներում մայիսի 29-ին Էրեբունու ոստիկանները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մայրաքաղաքի Ալաբյան փողոցում հայտնաբերել եւ բերման ենթարկել քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով հետախուզվող Գայանե Խաչատրյանին։ Խարդախության մեջ կասկածվող Խաչատրյանի գործողություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին։ Գայանե Խաչատրյանը կալանավորված է։ Հասարակություն ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում գործում է ուղիղ կապ, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները։ Հունիսի 1-ին հերթական ուղիղ կապի հյուրն է լինելու ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ փոխգնդապետ Արման Չիլինգարյանը, ում կարող եք հարցեր ուղղել վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված այն փոփոխությունների եւ լրացումների մասին, որոնք ուժի մեջ են մտնելու 2012 թվականի հունիսի 2-ից եւ սահմանելու են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն նախատեսող կարգը։ Կարող եք զանգահարել ժամը 15-ից մինչև 16:30 59 60 54 հեռախոսահամարով։